Երևանի ընդհանուր իրավասության աճափնյակ Դավթաշեն դատարանում այսօր ընթանում է պրոթուրքական կուսակցության հիմնադիր համագումարը ձեր կողմից տապալելու եւ Արթուր Գրիգորյանի կողմից տապալելու միջադեպի գործով դատականիստը եւ ի զարմանս մեզ դատականիստը ոչ թե ընթանում էր պրոթուրքական կուսակցության հիմնադրման հիմքերի նպատակների մասով, այլ խուլիգանության միջադեպի մասով եւ հետաքրքիր է ու առանձին գործով դուք ներգրաված եք մի դեպքում որպես տուժող, այս դեպքում որպես մեղադրյալ։ Պրոթուրքականը համարվում է նրա համար, որ հիմնադիր անձնավորությունը գտնվելով Թուրքիայում Ադրբեջանի նախագահից ապաստարան խնդրելով եւ իր գործունեության, իր հայտարարության հիմնելով ով փաստաթղթով գրանցում է այս կուսակցությունը իրար հետ համատեղ հիմնադրում են կուսակցությունը այդքանով եւ Ռոման Նազարյանը եւ Նատալի Ալեքսանյանը։ Իսկ ինչու է աղմկում դուք, ինչու ենք աղմկում մենք լրատվամիջոցներս եւ կրավորական կեցված քունի ազգային անվտանգության ծառայությունը արդյոք պրոթուրքական կուսակցության եւ պրոթուրքական նարատիվներ շրջանառող մարդկանց հիմնած կազմակերպության մասով չպիտի մտահոգվեր եւ անմիջապես գործեր հենց ազգային անվտանգության ծառայությունը։ Ինչ փաստեր կան այդ առողջության։ Շատ շնորհակալ եմ հարցի համար, շատ տեղին հարց էր։ Դուք մի քիչ առաջ նշեցիք իշխանական թևի, այդ ամեն ինչը ես տեսեմ քաղաքական գնահատական, որովհետև միջև կուսակցության համագումարը տեղի ունենալը ես Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունն էի դիմում գրել, որ ներկայացնելով թե ինչ է տեղի ունենում եւ ինչ սպասելիք կուսակցության ահազանգել է գրավոր դիմով ածել։ Այո, արդեն ահազանգել եմ բոլոր հիմքերը ներկայացնելով, որ նման դեպք է լինում, ազգային անվտանգությունը գրավոր պատասխանով ի գիտություն են ընդունել եւ վերջ։ Այսինքն ոչ մի իրավական հետևանք չի ունեցել։ Ոչ, իրավական հետևանք չի ունեցել, ինչը որ արդեն իսկ շատ հիմնավոր խորը արդեն կասկածի տեղիք է տալի, որ արդեն իսկ վերևից հրահանգ կա, որ իրենց գործունեությունը ոչ մի ձև չխաթարվի, ինչպես որ իրանք էին հայտարարել, որ Աննա Հակոբյանը մեզ աջակցում է եւ տվյալ դեպքում համագումարի միջադեպի ժամանակ հենց պրոթուրքական կուսակցության ներկայացուցիչների կողմից, այդ թվում հիմնադիրի կողմից ոստիկանի են հարվածել, որը ոստիկանը ընկել է ցած բայց ուժային նկատմամբ գործադրվել է բռնություն եւ դա անհետևանք է։ Ակնհայտ բռնությունը գործադրվել է, տեսանյութները կա, թե ինչպես են հարվածում ոստիկանին, իրանց, բայց դրա արդի ոչ մի քրեական գործ հարուցված չի, բայց բացվեփակվել է։ Այդ կինը ինձ ասեց, որովհետև ինքը ոստիկանությունում հենց վերևներում ծանոթներ ունի, այդ կնոջ նույնիսկ ընդ տեսանյութում կար, նույնիսկ իրանք կրկնա ես խնդրեցի, որ նույն ցույց տան, որ ես այնտեղ ցույց տամ, ինչպես է ինքը ոստիկանին հարվածում ու ինձ հարվածում, այդ տեսանյութը նույնիսկ ինքը ցույց տվեց, ասեց, որպես համարում ենք, որ դա զնված կինը հարվածում է ոստիկանի, ես իր ձեռքից քաշում եմ, ասում եմ ոստիկանին մի կպեք, որովհետև դա քրեական գործ է, ձեզ կբանանեն, կդատեն։ Ինքը շարունակում է հարվածել, հետո իրես առերեսման ժամանակ ինքը ասում է այո, քրեական գործ բացվել է, բայց փակվել է։ Բոլորը շատ լավ հասկանում ենք, ցանկացած մեկը, ով որ փորձի ոստիկանի վրա ձեռ բարձրացվի, օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության կենթարկեն, այդ թվում, եթե նման վարքագիծը իմ կողմից իրականացվել, այսինքն ոստիկանության ծառայությունը ես խոչընդոտ էի հարվածել, անկեղծ ասում եմ, ես նույնիսկ պատկերացնում եմ, մինչև հիմա ես կալանավայրում կլինեի, հա, ու իդեպ կարևոր եմ համարում նշեմ, մեզի ձերբակալել են 3 օր, խախտելով բոլոր սահմանադրական իրավունքները եւ դատարանի որոշմամբ այդ ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ, այսինքն անօրինական, այսինքն ամեն ձև մեր վրա քաղաքական ճնշում են գործադրել։ Ինչու խուսափեց նիստին մասնակցել ուժող կողմը, ով հենց այդ պրոթուրքական կուսակցության համահիմնադիրներից էր։ Իդեպ նշենք, որ այս մասով մենք ապացույցներ չունենք, որ պրոթուրքականը հիմնվում ենք ձեր բլոգերական գործունեության ապացույցների վրա։ Ինչը վերաբերվում է այն հանգամանքին, թե ինչու դալիճը լքեց ճակերտավոր ասած տուժող կողմը, դա ակնհայտ է նրա հետ է կապված, որ պրոթուրքական կուսակցության դատով, որ ինքը չերևա կենսագրություն չկա։ Ամոթից զուրկ, այո, այդ
Բայց դեռ են դատական եւ նա մեզ տեսնելուց, մեր տեսախցիկը տեսնելուց հետո հեռացավ։ Ինչի մասին նաեւ հայտարարեց ինքը մեղադրող դատախազը։ Դե դա առավելագույն հենց այդ փաստում է, որ մարդը ամոթից զուրկ, որ հանրային դաշտում նա չերևա որպես պրոթուրքական կուսակցության այդ աղմկահարույց դեպքի ներկայացուցիչ, դրա համար լքեց դատարանը։ Նա ձեզ հարվածողն էր, ինչպես մենք տեսանք ապացուցման տեսանյութերում, հա, նա ձեզ հարվածող տղամարդն էր եւ նաեւ այն խոչընդոտողներից մեկը, որ թույլ չէին տալիս ձեզ մուտք գործել համագումար, ճիշտ եմ հասկանում։ Այո, նա այն անձնավորություններից մեկն էր, ով որ սադրում էր եւ հենց նա էր առաջինը ինձ վրա հարված է, բայց սակայն ինձ անհասկանալի կամ արդեն իսկ հասկանալի պատճառներով այս քրեական գործը հարուցվել է շինծու հիմքերով, ինչը որ մենք ականատես ենք լինում, այսինքն մեր կողմից որևիցե օրենքի խախտում արկա չէ։ Այս կուսակցության հիմնադրումը, եթե ես չեմ սխալվում, մամուլը նաև կապել էր գործող իշխանության ցանկությունների, կամքի եւ գործունեության հետ, այդ թվում Նատալի Ալեքսանյանին եւ Փաշինյանի կնոջն էին այսպես կապել իրենց գործունեությամբ։ Դուք տեսնում եք իրավապահ համակարգի նկատմամբ, այսպես ասենք, ուղղորդումներ եւ այդ շահկապը տեսնում եք գործող իշխանության, այս կուսակցության հիմնադրման եւ ձեզ առաջադրված մեղադրանքի եւ առհասարակ ձեր գործունեության հետ։ Իհարկե, միանշանակ այդ քաղաքական կապը կա, քանի որ հենց հիմնադիր կուսակցության անձնավորության կողմից Ռոման Նազարյանի ձայնագրությունը կա, որտեղ նա փաստում է, որ Աննա Հակոբյանը իրենց կուսակցության հիմնադրմանը աջակցում է եւ այդ դեպքի կապակցությամբ որևիցե հերքում չի եղել թե Աննա Հակոբյանի կողմից, թե Ռոման Նազարյանի կողմից, այսինքն դա ակնհայտ է եւ ակնհայտ է, որ Նատալի Ալեքսանյանը հարցազրույցներ է վերցնում ԿՊ-ական պատգամավորներից եւ մենք տեսնում ենք, թե այդ Նատալի Ալեքսանյանը ինչպես է Հայաստանի Հանրապետության շահերը պառակտում իօքուտ։ Ադրբեջանական նարատիվներ էր նա շրջանառում, այո, քարոզում, հատկապես անկլավների վերադարձի հետ կապված եւ այլն ադրբեջանական անկլավներ կոչվում։ Այո, ի վնաս Հայաստանի Հանրապետության շահերի, արցախցիների հանդեպ ատելություն եւ պառակտում սերմանելով, այսինքն ակնհայտ է դառնում եւ տվյալ էս քրեական գործի, որ արդեն դատական փուլում է, ինքը ակնհայտ է շինծու է, դա դատավորն էլ է հասկանում, դատախազն էլ է հասկանում, քննիչն էլ է հասկանում, բայց ըստ այն ինչ մենք ունենք դառը իրականությունը, որը մենք ազգային ժողովում ականատես եղանք, հրամանները վերևից արձակվում են եւ ներքևում խելոք։ Իսկ դուք կարծում եք, որ արդար դատականության նկատմամբ էլ կլինեն ճնշումներ, եթե դուք այս շահկապները տեսնում եք ու ուսումնասիրել եք, արդյոք դա չի նշանակում, որ արդար դատականության հույս նաեւ կարելի չունենա։ Հուսամ տվյալ դեպքում արդարադատությունը կգործի, հույսս չեմ ուզում կորցնել, բայց առհասարակ թե իմ հանրային գործունեության շրջանակում ուսումնասիրելով ես տեսնում եմ, որ Հայաստանում արդարադատությունը կաղում է եւ ակնհայտ է դա երևում է, թե դատավորների վրա ճնշում գործադրելով եւ այլն։ Իսկ Պարոն Չախոյան եւ պարոն Գրիգորյան, ձեզ հարվածում են, ձեզ փորձում են դուրս վռնդել եւ ըստ էության իրենց մոտ հաջողվում է համագումարից, որը բաց է եւ դուք կարող եք ներկա գտնվել, համենայն դեպս խախտվում է ձեր իրավունքները նաեւ ազատ խոսքի, ազատ տեղաշարժի, ձեզ հարվածներ են հասցնում, բռնություն են գործադրում ձեր նկատմամբ եւ այսքանից հետո դուք ունեք մեղադրելի կարգավիճակ։ Եթե այդուհանդերձ, այսպես իլյուզիայով հաղթի հակառակ կողմը, այդ դեպքում ինչ է սպասվում ձեզ։ բողոքարկելու ենք։ Անպայման բողոքարկելու ենք, նույնիսկ եթե շարունակեն այս անօրինականությունները, մեր սահմանադրության խախտումը, կոպիտ խախտումը, պետք կդիմենք այդ դեպքում կդիմենք Եվրոդատարան, որ մեր իրավունքները վերականգնվեն։ Ու մի բան էլ կարճ ասեմ, համեմատություն 2018-ին Գերագույն կլոունը
հանրային ռադիոյի դուռը ոտքով կոտրում ջարդում են միջև հիմա նույնիսկ քրեական սիմվոլիկ քրեական գործ չի հարուցվում, իսկ մենք այնտեղ գտնվելով ուղղակի մեր կատարել ենք մեր սահմանադրական իրավունքը, իրազեկում ենք արել ժողովրդին, մեզ այն տարածքը, որը եղել է հանրային դուրս են վռնդել, չեն թողել նույնիսկ տեղ գտնվենք, հարձակվել են, բայց մենք հիմա մեղադիրալի կարգավիճակում ենք։ Սա ցույց է տալիս, որ իրականում ոչինչ չի փոխվել, հակառակը հին վիճակից ավելի են վատացրել եւ նոր եկածները իրականում պրոթուրքական, ադրբեջանական ագենտներ են, գործակալներ են ու իրանք արդեն հայտարարություններով, նույնիսկ ցեղասպանությունը ժխտելով ինքը ապացուցում է, որ ինքը թուրքական ագենտ է։ Այսինքն նրանք ձեր կարծիքով ֆինանսավորվել են Թուրքիայի կողմից, թե նրանք միջնորդավորված իրենց նպատակի իրականացման համար գումարներ են ստացել, կացուները քանի որ իրանց գործունեությունը ոչ մի իրավական հիմք չունի, այսինքն փաստաթղթերով, ուղղակի ըստ կասկածների, ըստ իմ ներքին համոզման, ես միանշանակ վստահ եմ, որ իրանք դրսից ֆինանսավորվում են, այդ թվում Թուրքիայից եւ Ադրբեջանից նման գործունեություն ծավալելու համար, կարծում եմ։ Դուք սա քրեական հետապնդում եք համարում ձեր նկատմամբ, ձեր վարած գործունեության։ Միանշանակ։ Եվ ում կողմից։ Քաղաքական պատվեր է, հենց վերևներից ամենա։ Իմիջիայլոց ապացույցներին վերաբերվում ապացույցներին մի բան կարամ հիշեցնեմ, 2018-ին Միջազգային բանկի տվյալներից արդեն միջև հիմա, միջև օրս ԱԱԾ մեր կոչվածը, որը իրականում չի գործում, փաստերը ներկայացվել է, որ Ադրբեջանից փոխանցում է եղել 218 միլիոն դոլարի, միջև հիմա նույնիսկ չեն հայտարարել, չեն ցույց տվել այդ գումարները, որ ում հաշվին է գնացել, քանի հատ ԿՊ-ականներ եւ ում հաշվիներին է այդ գումարները եղել եւ ոնց են այդ գումարները լվացել եւ կատարում բառացի փաստացի Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները։ Գուցե ազգային անվտանգության ծառայությանը հանգիստ թողնեք եւ սկսեք նորաբաց հետախուզական ծառայության հետ աշխատել։ Ի վերջո նրանց գործունեության մեջ հենց այս կուսակցության հիմնադրումը պիտի լիներ տիրապային։ Այո, այս կուսակցության հիմնումը արվում է նրա համար, որ միջազգային հարթակում իրենց խոսքը ներկայացնեն որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, այլ ոչ թե ինչ քաղաքական, այո, քաղաքական գիծ եւ քաղաքական միտք։ Հա, միտքը, այսինքն ոչ թե ինչ որ լրագրողի կամ ինչ որ բլոգերի հարցազրույց, դա շատ կարեւոր է, որովհետեւ մենք տեսնում ենք ինչ մեծ բարբերաբանությամբ Նատալի Ալեքսանյանը թուրքական լրատվականներին հարցազրույց տալի եւ այդ ամենը միջազգային հարթակներում իրեն ներկայացնում է ինչպես էքսպերտ, հա, մասնագետ, իսկ պատկերացնում եք ներկայացնում են ինչպես ազգի կարծիք, բայց իրականում դա թուրքական ագենտի կարծիք է, ոչ մեր հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի հայի։